Գուրգեն Մարգարյան, մարդ, ում կացնով սպանեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը, մարդ, ում անունով կոչվում է մի դպրոց, որտեղի բնակիչները արդեն ահազանգում են, որ այդ դպրոցը ցանկանում է իշխանությունը փակել ընտրություններից անմիջապես հետո։ Եվ զարմանալի է, որ երբ Գուրգեն Մարգարյանին մորթազերծ անելով սպանել է Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջանում նրան խրախուսել են, բնակարան են տվել։ Եվ զարմանալի է, որ դեռևս Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում այն աղետաբեր ծրագրին, երբ Ադրբեջանն ուզում է Հայաստանում բնակեցնել 300,000 ադրբեջանցիների։ Քանի Ռամիլ Սաֆարով կա այդ 300,000 ադրբեջանցիների մեջ, քանի մորթազերծ ցանկությունով ապրող մարդ կա այդ 300,000 ադրբեջանցիների մեջ։ Մենք շարունակում ենք պահպանել մեր հերոսներին, ազգային հերոսներին, Վազգեն Սարգսյան Սպարապետին պատրաստ ենք փոխել Սաֆարովով։ Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է, ապա մենք պայքարում ենք ուրեմն նրա դեմ։ Պայքարում ենք Հայաստանը Ադրբեջան չդարձնելու իրենց աղետաբեր ծրագրի դեմ։ Միայն հունիսի 7-ին պիտի կանգնեցնենք մենք այս աղետաբեր ծրագիրը։